Բարի երեկո ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, ոնց տեսակ ես այսօր մի քիչ նենց թեթև կարճ վիդեոներ եմ դրել։ Ուղղակի ես ճանապարհին եմ եղել, երկար չեմ խոսացել, տենց կամանց փուչուր բաներ եմ դրել։ Ուղղակի ես դա անում եմ ինչի համար, իրականում նայում եմ էլի մեր ազգը ոնց է ընդունում նման բաները։ Օրինակ, այսօր մեկը բանա տեղադրե, գրել է ժողովուրդ ջան, հիմա ինչ կասեմ, տարածեք, սենց արեք, նենց արեք։ Աշխարհում կա 3 պետություն, որ ցեղասպանությունը չեն ճանաչում, մեկն ասում է Ադրբեջանն է, մեկը Թուրքիան, մյուսը Պակիստանը։ Բայց կա եւ 4-րդ պետությունը։ Գուշակեք 4-րդ պետությունը ում հետ է։ Ժողովուրդ ջան։ 4-րդ պետությունն էլ ասում է Հայաստանն է, որ ցեղասպանությունը չի ճանաչում։ Հիմա ես իրան գրել եմ, ասում եմ տղա ջան, ոնց չի ճանաչում, որ ցեղասպանությունը նույնիսկ քրեորեն ով դրանից հրաժարվի, նրան կարան պատժեն։ Հայկական օրենքով էլի։ Ոնց կարա Հայաստանը, անխելք մարդ ես ասում, ինձ դու բան չես հասկանում։ Ժողովուրդ ջան, մի խոսքով նման բաներ։ Մեկը գրել է, ասում է, հիմա ժողովուրդ ջան, հիմա մի հատ սենց հարց տամ բոլորիդ, էլի։ Հիմա որ Իսրայելը ճանաչել է ցեղասպանությունը, հայ ազգը պետք է ուրախանա, թե տխրի դրա համար։ Ամենա ճիշտը խոսանք, էլի։ Հայ ազգը պետք է տխրի, թե ուրախանա։ Մեկ ինձ գրել է, ինչիդ վրա ես ուրախանում են 1915 թվի զոհերի, բանի, այդ մարդկանց վրա ես ուրախանում։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան, ես նման մարդկանց ես ինչ ասեմ։ Մեկը գրել է, դու պետք է չզարթնեիր, հենց այնց էլ քնած մեռնեիր։ Ժողովուրդ ջան, ես մարդիկ ուղղակի չեմ հասկանում էլի։ Ես չեմ հասկանում, մարդիկ են այսքան բարկացած, ոմանք խելացի չեն, ոմանք չեն ուզում մտածեն, գուցե մտածված են ասում նման բաները, գուցե իրենց ասենք հայհոյանք են գրում, որ ես էլ իրենց հայհոյեմ, բայց ես չեմ հայհոյում, գիտեք, տեսնում եք բոլորդ էլ։ Բանա գրում են, նույնիսկ հայհոյախառը բարեր էլ այսօր շատ են ինձ գրե։ Այսօր իրականում ինձ շատ են գրե։ Հասկանում եք։ Շատ մարդ, այսօր տխուր է, որ ասենք Իսրայելը ճանաչել է։ Ես մի հատ էլ թեմա եմ դրել, բանի Զելենսկուն եմ դիմում, որ Ուկրաինան երբ է ճանաչելու, Կիևից մի հատ հայ ինձ գրել է, չատլախ, մատլախ, եսիմ ինչ բան։ Հասկանում եք։ Հայա։ Անունը Սպարտակ էր ոնց որ։ Զուտ այդ բարի համար ես բլոկել եմ, ես իրան չեմ ասել, չէ, չատլախը դու ես կամ սենց կամ նենց։ Չեմ ասել, ինչի ասեմ, ուր ասեմ։ Ասենք թե մարդը կարող է, չգիտեմ, ինչի համար, օրինակ, ես իրավունք չունեմ, ասենք Ուկրաինային հայ եմ, ինձ ասում են Նիկոլական, ասում են Նիկոլականները ցեղասպանությունը չեն ընդունում։ Հիմա ես ակտիվ բան եմ անում, որ ամբողջ աշխարհը բոլոր պետությունները պետք է ընդունեն։ Ինձ գրում են ինչ ես տես բան անում։ Մեկը տես բառ ասում, մեկը նես բառ ասում։ Իբր մեկը ասում է դու մեծ մարդ ես, այսօր սաղ ես եկուց մեռած ես, ինչ ես քիթդ խոթում, դու ինչ ես հասկանում։ Այդ ցավդ տանեմ, եթե ես բան չեմ հասկանում, քո ինչ գործն է։ Ես քեզ պետք է դակլատ դամ, թե քեզ պետք է գտնեմ Facebook-ում, դենամ հլա, քեզանից թույլտվություն վեկալեմ, ինչ ասեմ, ինչ չասեմ։ Ժողովուրդ ջան, ինչի՞ է մեր ազգի միջին այսքան միամտությունը, անխելք մարդկանց թիվը այսքան շատ։
վերին աստիճանի շատ։ Ախր ես ոչ մեկի վատ բառ չեմ ասում, վատություն չեմ ասում։ Ես ինչ ասում եմ միայն մեր երկրի շահից ելնելով մեր հայրենիքի օգտին։ Դուք բոլորը տեսնում եք, ես ուրիշ բան չեմ ասում ընդհանրապես։ Ոչ մեկի հետ չեմ, ես նույնիսկ Ադրբեջանի հետ չեմ խառնվում։ Ոչ Թուրքիայի, ոչ են մեկի։ Ես խոսում եմ միայն Հայաստանից, Հայաստանի համար, որ լավ լինի։ Բայց գտնվում են մարդիկ, էլի, որ նման բաները սկսում են։ Ես դեն զելի մի քանիսին արդեն բլոգել եմ։ Եթե մարդ կա հետոսկոպից խոսում է, ես իրան պատասխանում եմ։ Ասենք իմ մակարդակով, գրագետ ձևով, իմ մակարդակի չափով։ Չեմ ասում ես դե ամենագրագետն եմ, ոչ, իմ մակարդակի չափով ես իրան գրագետ պատասխանում եմ, որ իրան էլ վիրավորական չհնչի, թեկուզ ինքը վիրավորելով է ինձ գրել բան, բայց ունենց երևի ուզում է ինչ-որ բան պարզաբանած լինի ինձանից, ես մի բան, անընդհատ Նիկոլին մեջ են բերում, իբր Նիկոլը ցեղասպանություն չի ճան, այդ ձեր ցավը տանեմ։ Նայեք, ես ձեզ մի հատ օրինակ բերեմ, որ ասում եք Նիկոլը ցեղասպանությունը չի ճանաչում։ Մեր երկրում, մեր երկրի ղեկավարն է, մեր երկրում դա քրեական հոդված կա։ Խոսքի Քոչարյանի ժամանակ քրեական հոդված կար։ Քոչարյանին քրեական հոդվածով սահմանադրության 301 հոդվածով դատում էին Քոչարյանին որպեսզի ազատ արձակեն։ Այդ հոդվածը, սահմանադրական հոդվածը, հոտս ցնդցրին, Քոչարյանին ազատ արձակեցին։ Հիմա, եթե երկրի ղեկավարը չի ուզում ասում եք չի ճանաչում, ինչի են հոդվածը, ինչի է քրեական հոդված, ինչի է թողում, որ ով հանկարծ ասի չէ նման բան չի եղել, այդ մարդուն դատա հասնում մեր երկրում։ Եթե Նիկոլը նման բան ասել է, որ չի եղել, բերեք Նիկոլին դատենք այդ հոդվածով։ Բայց այսքան Օրբելյաններ ունենք, Վարդևանյաններ ունենք, եթե Նիկոլը նման բան ասել է, ինչ չեն այդ հոդվածը դնում վրեն ու մի հատ էլ դատախազություն դիմում գրեն, կանչեն մի հատ այնտեղ Նիկոլին դատեն այդ հոդվածի տակ։ Եթե նման բան ասել է։ Պարոն Օրբելյան, լավ փաստաբան ես, պարոն Վարդևանյան, դու լավ փաստաբան ես, ձեր կողմնակիցները ասում են, որ Նիկոլը ցեղասպանությունը չի ճանաչում, ժխտում է։ Ժխտելու համար հոդված ունենք, չէ՞։ Մի չեք բանանում։ Դե հրավիրեք մի հատ բան տարկենք Նիկոլին, տենանք ինչի է ժխտում։ Հոդված կա, չէ՞։ Ինչի եք մարդկանց ցում խափում, ինչի համար։ Հիմա Իսրայելը ճանաչել է, ժողովուրդ ջան, մի հատ էլ եմ հարց տալի։ Ես դրա համար պետք է ուրախ լինեմ, թե տխուր։ Ինձ ասում են խես ուրախ։ Ուրեմն ես պետք է տխրեմ, որ Իսրայելը ճանաչել է։ Այդ մարդիկ, ովքեր ինձ նման բաներ են գրում, թող լսեն, ես այդ հարցը իրանց եմ տալի։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան։ Մի խոսքով Ժողովուրդ ջան, չգիտեմ, ես մի քիչ ունենց վատ հոտ եմ զգում մեր ազգից։ Այսօր, որ սահմանադրական դատարանում այդ ինչ կատարվում է, ես այդ ընդդիմությանը լսում եմ, ամեն տեղ։ Ուրեմն նրանք ասում են, սահմանադրական դատարանը մեկը ինչ որոշում էլ կայացնի, մեզ ձեռ չի տալու։ Պատկերացնում եք, անկախ նրանից, ինչ որոշում էլ կայացնի, նրանք ասում են, մեզ ձեռ չի տալու։ Մենք ուրիշ բան պետք անենք, պետք է Նիկոլին հեռացնենք։ Հասկանում եք։ Սա արդեն լավ հոտ չի գալի։ Հասկանում եք։ Ես օրինակ Այ նման մարդիկ, որ նման բաներ ասում են, դրանք ինչ են մտածում։ Ինչ են մտածում, որ այդ մարդը ընդդիմադիր, այս 8 տարի է, ես ճանաչում եմ ընդդիմադիր, յարի, այս հենց ասում եմ, մեկը սահմանադրական դատարանը, եթե այդ ընտրությունը չեղարկի, նորն էլ բանանի, դա լինելու ասում են Նիկոլի օգտին։ Ուրիշ ձևանի դա էլ է լինելու Նիկոլի, ոնց անի, ասում են լինելու է Նիկոլի օգտին։
Հիմիկվանից բոլոր ընդդիմությունը, բոլորը մեկը չկա որ ասի, հա, սահմանադրական դատարանը եթե նման որոշում կայացնի, մեզ ձեռք կտա։ Ես հլա այտենց մարդ չեմ տեսել։ Չգիտեմ, այտենց մարդ չգիտեմ։ Եթե դուք գիտեք, ասեք, այս ինչ ընդդիմադիրը, ասես բան ասեց, եթե էսենց սահմանադրական դատարանը որոշում կայացնի, այտենց իրանց ձեռք կտա։ Պարզ ասում են, միայն հեռացում։ Էլ արդեն օրենք նրանց համար գոյություն չունի։ Հասկանում եք։ Էս են ուզում։ Մարդիկ էս են ուզում։ Ինչ թվում է, դրանք գիտեն, թե իրանք կարողանան ժողովրդին տանեն բախման։ Բայց չեն կարողանալու, որովհետև ես ասել եմ, չէ՞ որ մեր երկրում արդեն կա օրենք։ Օրենքը աշխատում է, կա ոստիկանությունը աշխատում է, քննչական կոմիտեն լրիվ ինչքան բան կա լրիվ աշխատում են։ Առաջվա նման չի, որ ծառայեն ինչ որ մեկի, ու մեկ էլ ինչ որ պահի, այդ ինչ որ մեկից թռնեն։ Նրանք չեն ծառայում ինչ որ մեկի։ Այսօրվա այդ ուժային կառույցները ինչ որ մեկի չեն ծառայում։ Նրանք ծառայում են երկրին, դրա համար էլ նրանք պաշտպանելու են երկիրը։ Թույլ չեն տալու, որ երկրում նման բաներ լինի։ Այն ժամանակ նրանք բոլորը ծառայում էին Քոչարյանին, Քոչարյանից հետո Սերժ Սարգսյանին։ Նրանց էին ծառայում։ Հիմա սրանք ամեն գնով ուզում են ասեն, որ Նիկոլն էլ ատեն, ծառայում են Նիկոլին։ Այդ ոնց եղավ, որ լրիվ ընդեն ուժայիններումը համարյա դեռ են բոլորը ձեր նշանակած մարդիկ են ու Նիկոլին են ծառայում։ Ոչ, պետությանն են ծառայում։ Հարգելիներս, ծառայում են պետությանը, այսօրվա ուժայինները։ Ես հերվից այտենց եմ տենում։ Դրա համար էլ նրանք թույլ չեն տալու։ Դա իրանց աշխատանքն է, նրանց ձեզ ոչ մեկիդ էլ թույլ չեն տալու։ Ես զարմանում եմ մեկ էլ այդ բաները սահմանադրական դատարանում ասում է, բանի վախտը ընտրությունների ժամանակ մարդիկ էին բանտարկում։ Բادرած փող են բաժանում, բայց չբանտարկեն դրանց։ Դրանց բաժանում են ապաշկարա, չբանտարկեն։ Օրենք են խախտում։ Օրենք խախտողներին չբանտարկեն, ուրեմն այդ ընտրության օրը մարդ են սպանում, չբանտարկեն։ Մի խոսքով ժողովուրդ ջան, բարի եղեք մեկդ մյուսի հանդեպ։ Ով խելացի է, թող ինձ խելք ցույց չտա։ Պետք չի, ես ինչքան խելք ունեմ, ինչքան գաղափար ունեմ, ես այնքանով, ինչքան գիտեմ, այնքան խոսում եմ, իմ ժողովրդի հետ ապշացա եմ ըլը։ Իմ ազգի հետ, ես իմ գիտելիքներով ինչքան կա, այնքան։ Եթե դու գիտես, դու ինձանից խելացի ես, դու ինձ խելք ցույց մի տալ, ցավդ տանեմ։ Մի բան ասա, հասկանան, քեզ էլ մի հատ սիրուն լայք եմ ասեմ, մալադեց, ցավդ տանեմ, խելոք բան ասեցիր։ Թե չմտնում է ինձ խելք ցույց տալի, մեկը մի ուրիշ բան, Հացավդ տանեմ, եթե դու ավելի շատ բան գիտես, դու էլ ասա քեզով արգելում, մի հատ հեռախոս իմ ձեռնա, մի հատ քո ձեռնա։ Ավելի գրագետ բան ասա, մենք էլ քեզանից մի բան սովորենք։ Մեկս մյուսի տեսնելով ենք սովորում։ Մեկս մյուսի լսելով ենք սովորում ճիշտ խոսալու ձևը, մարդկանց հետ ճիշտ խոսալու ձևը։ Այսօր պատահական տենում եմ մի երիտասարդ, մի հատ ինձ գրագետ բան ասում, ես նրանից 3 անգամ տարիքով ես նրանից այդ բանը սովորում եմ։ Չեմ ուզում հետ մնամ։ Ես որ մտնում են այ մարդ խելք են ցույց տալի, խելք ցույց տալու տեղը մի հատ թեմա դրու գրի, մենք էլ կարդանք քեզանից մի բան սովորենք, եղբայր ջան։ Էսա։ Ժողովուրդ ջան, լավ մնացեք։ Ես միշտ կուզեմ ձեզ բոլորիդ ուրախ տեսնեմ։ Հա, լա ես մի բան եմ ուզում եմ ասեմ, հլա ես ասենք որ երկրում ես ապրում եմ։ Գիտեք, չէ՞ որ ես երկիրն էլ չի ցեղասպանությունը ընդունել։ Մենակ պետական դումայով բանաձև են ընդունել եւ վերջ ցեղասպանությունը չեն ընդունել, չեն ճանաչել։ Բայց մեր հայերը գիտեն թե ճանաչել են։ Ոչ։
Այ մեր բարեկամը, մեր ամենամոտ բարեկամը, որ իր ձեռքի տակն են եղել, որ մեզ ցեղասպանել են, ինքը չի ճանաչել։ Պետական դումայով մի հատ բանաձև են ընդունել եւ վերջ։ Ոչ գնացել է Սովետ Ֆեդերացիա, ոչ գնացել է նա պրեզիդենտի պոդպիս, ոչ միտեղ չի գնացել։ Հասկանում եք։ Չեն ճանաչել։ Ես ասում եմ, որ մեր հայ ազգը իմանա։ Դրանց կողմնակիցները, ովքեր դրանց համար կյանքները տալիս են, թող այդ մարդիկ էլ իմանան, որ սրանք էլ չեն ճանաչել։ Չեն ճանաչել։ Իսկ իրականում մեր ազգի երևի 90%-ը գիտի թե ճանաչել են։ Ոչ, կրկնում եմ, պետական դումայում միայն մի հատ բանաձև են ընդունել։ Այդ ձև բանաձև այն Շոտլանդիա, Մոտլանդիա, բանը, տես պետություններ կա, նրանք էլ են ընդունել, բայց չեն ճանաչել։ Մի խոսքով ժողովուրդ ջան, հիմա Իսրայելը սպասենք Կնեսետին։ Կնեսետը մի քանի անգամ չի ճանաչել։ Իսրայելի Կնեսետը։ Հիմա եթե Իսրայելի Կնեսետը ճանաչի, ժողովուրդ ջան, ես գիտեմ, դուք էլ գիտեք, որ ամբողջ աշխարհում ամեն տեղ իրանք են նստած։ Իրանք ամեն ինչ էլ թելադրելու են։ Հավատացեք, եթե նրանք գնացին այդ թեմայով, նրանք թելադրելու են ամեն ինչ։ Կարող է Ամերիկան ճանաչի, ոչ մի բան չանի։ Ուղղակի ճանաչեց եւ վերջ, չէ՞։ Պրեզիդենտն էլ Բայդենը ստորագրեց։ Հասկանում եք։ Եվ վերջ։ Բայց դրանք, եթե գնացին այդ ճանապարհով, դրանք միցև վերջ գնալու են։ Անկախ նրանից Հայաստանը դա կուզի թե չէ, խոսքս հիշեք, ես ասեցի դուք հիշեցեք։ Եթե Կնեսետը ճանաչեց, միջև վերջ գնալու են։ Չեմ ասում ումա վատ լինելու, ինչա լինելու, բայց ինչ որ մեկի հնարավոր է եւ երկուսի շատ վատ լինի։ Ինչ ասեմ ժողովուրդ ջան։ Լավ մնացեք, ուրախ եղեք։ Անկախ նրանից ձեր ուրախությանը, որ նախանձում են եւ ձեզ գրում են ինչի վրա եք ուրախանում, արա ասեք մենք մեր երկրով ուրախանում ենք, այո, ես իմ հայրենիքով ուրախանում եմ, ես ուրախանում եմ, հասկացանք, ես ուրախանում եմ, եթե իմ հայրենիքի համար աշխարհում ինչ որ մի երկիր, մի բան անում է, իմ հայրենիքի համար, ես դրա համար ուրախանում եմ, ինչի պետքա չուրախանամ, ինչի պետքա տխրեմ, բայց մարդիկ կա տխրում են, չգիտես ինչու, լավ մնացեք ժողովուրդ ջան, բարի գիշեր եմ ցանկանում բոլորիդ։